Մատենադարանում կրթվել է նորաձև հերթական հանդիպման երկրորդ հատվածում բանախոսը հանդիպման կազմակերպչի Աննա Հակոբյանի ամուսինն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին հատվածում Աննա Հակոբյանը ներկաների համար ընթերցեց տանը պատրաստած կոնսպեկտը Թումանյանից, Հրանտ Մաթևոսյանից, Վանոյից մեջբերումներով եւ հայտարարեց գեղարվեստական ընդմիջում։ Բեմ բարձրացան մի քանի օպերային երգիչներ եւ ինչ-որ արյաններից հատվածներ կատարեցին։ Ոչ երգիչների, ոչ արյանների անունները չհայտարարվեցին։ Երաժշտական ընդմիջումից հետո բեմ բարձրացավ Նիկոլ Փաշինյանը եւ սկսեց խոսել իրական Հայաստանի մասին, որն անվանել էր know-how անգլերեն տերմինով, բառացի գիտեմ թե ինչպես։ Այսինքն վարչապետը գիտի թե ինչպես պետք է անել, որ գյուղացուցել չլսենք, առավոտից իրիկուն քարշ եմ գալիս, բայց արդյունք չկա, չեմ կարող աշխատանք գտնել, բիզնես եմ անում, օգուտ չկա։ Այս օրերին, երբ խոզնավարում ու խնածախում կրակում են, Ադրբեջան նորակարգ է թելադրում մեզ, Ռուբեն Վարդանյանին ցմա ազատազրկում է սպառնում, գերիները Բաքվի բանտում խոշտանգվում են, իսկ Ալիևը խոսում է Հայաստանի սահմանադրությունը փոխելուց, Նիկոլ Փաշինյանը պատմում է հաջողված բիզնես պատմությունների մասին, թե ինչպես լավ հաղթապակող Հարլանդ Սանդերսը 62 տարեկանում հիմնեց KFC-ին, ինչպես Մարլենկա ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը Պրահայում սկսեց մեղրով տորտ վաճառելու միլիոնատեր դարձավ։ Նա նոր կտակարանի ոճով մի առակ է հորինել եւ Մատենադարանում հավաքված մարդկանց պատմում էր, թե ինչպես է մի մարդ որդիներ ունենում Սասուն, Վան ու Արարատ անունով, որոնք մահացել են, իսկ ինքը նստած իր տան մեջ ողբում է, մոռանալով, որ մի տղա էլ ունի անունը Սևան, ու Սևանին սիրելու փոխարեն անընդհատ մտածում է մահացած տղաների մասին։ Այդ Սևանն իրական Հայաստանն է, եզրափակեց վարչապետը, մոռանալով, որ մեր հարևանը, որի ընկերությունն ինքը երազում է, Սևանին էլ է ուզում սպանել։ Նա փորձում է մոտիվացնել մարդկանց, որ շատ աշխատեն, շատ հարկ վճարեն եւ ասում է. մարդը վատ է ապրում ոչ թե որովհետեւ քիչ է վաստակում, այլ որովհետեւ քիչ է վճարում պետբյուջե, կամ հաջողակ նշանակում է պետության համար բարիք ստեղծող։ Աշխարհում նման մասնագետներին անվանում են քոուչներ, ուսուցիչներ, որոնք օգնում են մարդկանց հասնելու անձնական եւ մասնագիտական նպատակների իրականացմանը։ Քոուչները նաեւ դուրս են գալիս ամեն հարցի տակից։ Օրինակ, մի կին, որի գլխում երևի լիքը աղքատություն կար, վարչապետին մոտեցավ իր թոշակի հարցով, որն անարդարացիորեն քիչ է։ Վարչապետը նրան երկար բացատրեց, որ նրանց թոշակ տալն այնքան էլ հեշտ չէ, որ Հայաստանի 720,000 գրանցված աշխատողները 600,000 թոշակառուի, 100,000 նպաստառուի փող են տալիս, գումարած բանակ են պահում ուսուցիչ եւ այլն, եւ պետք է սա գնահատել։ 5 հարց հնչեց, որոնցից միայն մեկը կապ ուներ իրական Հայաստանի հետ։ Մի ուսանող աղջնակ հարցրեց, թե ինչ հույս ունենանք, որ սահմանազատման ավարտից հետո մեր անվտանգությունը չի խաթարվի։ Փաշինյանն ասաց, որ նույն անվտանգային հարցերը ծագում են Իրանի, Թուրքիայի բնակիչների գլխում, որոնք ասում են մեր հարևանը հայերը առավոտից երեկո մեր հողերն են ուզում, Կարսն ու Վանը, եւ եզրակացրեց. ինչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն է մեր գլխում։ Ես այստեղից նայում եմ մի բան եմ տեսնում, տանիքից եմ նայում բոլորովին այլ բան է երևում։ Հարց հնչեց. արդյոք Փաշինյանը կցանկանար դառնալ վարչապետ, եթե իմանար, թե ինչ արհավիրքներ են լինելու Հայաստանում իր կառավարման տարիներին։ Պատասխանեց. այո, ես չեմ ունեցել բավարար կրթություն, թե չէ այս ամենի մասին կմտածեի 2018 թվականին։ Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես պատերազմի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին էլ հիշեց։ Հենց որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրեցի, պարզվեց, որ բոլորը գնում են ճակատամարտի։ Բա մինչև այդ ուր էին։ Մի կին դահլիճից բղավեց, թե այդ փաստաթղթի շնորհիվ իր որդին ողջ է։ Իմ 2 տղաներն են հետ եկել, գոռաց մյուսը դահլիճից, եւ բոլորը ծափ տվեցին։